Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ժամանակն է, որպեսզի ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին մեր տաղավարում է Գլենդել քաղաքի քաղաքապետ, ձեզնից շատերին քաչ ծանոթ Արդի Արտաշես Քասախյանը, բարև ձեզ պարոն Քասախյան։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն եւ շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունեցիք, որովհետեւ այսօր ճիշտն ասած շատ կուզեի խոսեինք Գլենդելի խնդիրների մասին, որոնք առկա են եւ որոնք կարող են առաջանալ, եւ քաղաքային խորհրդի ու հատկապես քաղաքապետի դերի մասին, դրանց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Սիրով, շնորհակալություն, այսինքն ես իբրև նորանշանակ եւ ոչ այնքան էլ նորանշանակ, որտեղ ապրիլին սկսավ քաղաքապետի այս աթորի պաշտոնը եւ մի տարուց մի քանի ամիս ավել կտևի, բայց այն պարտականությունները, որ ես ունեմ, բոլոր քաղաքապետարանի նիստի անդամները ունեն։ Մենք փորձում ենք ապահովել, այսինքն Գլենդելը դնել այն ճանապարհի վեն, որտեղ տնտեսական աճը եւ եկամուտը, որ մենք ստանում ենք հարկերից, կարող է բավարարի այն ծառայություններին, որ մեր համայնքի այստեղ ապրող բնակչությունը եւ անշուշտ նրանք, որ բիզնեսներ ունեն Գլենդելում, սպասում են։ Գլենդելը քաղաք է համարվում, որտեղ կյանքի որակը անգլերենով ասած quality of life-ը շատ բարձր է համարվում, որակը շատ լավ է, մանավանդ համեմատաբար մեր հարևան քաղաքներին, Լոս Անջելեսը տեսնում ենք ինչքան դժվարություններ ունի եւ ինչերից է անցնում։ Մեր նպատակը այն է, որ Գլենդելը մնա այնպիսի տեղ, որ է գուցե շատ փոփոխություններ կարող են լինեն, որտեղ ամեն ինչ փոխվում է, կարող ենք խոսել տեխնոլոգիայի տեսակետից, մեր բնակչության ընդհանուր միջին տարիքի չափսը, որ մեծանում է, երբ մի մասը համայնքին արդեն տարիքը արած ծերանում է եւ ընտանիքների չափսը, կազմը ավելի փոքրանում է, մարդիկ նույն չափի երեխաներ, զավակներ չեն ունենում ինչ անցյալում։ Այդ ամենին փորձելով կողմնորոշվելով, մենք փորձում ենք Գլենդելը պահել ամբողջական այդպիսի լավ բարձր որակի քաղաք։ Որակը որակ, բայց ախր գներն են շատ թանկանում եւ դա է պատճառը նաեւ զավակներ քիչ ունենալու։ Շատ պատճառներ գուցե կարողանան լինել, չեմ կարծում, որ զավակների կամ ընտանիքների չափսը միակ կամ գլխավոր պատճառն է։ Երբ նայում ենք օրինակ ինչպես շատ բաներ կան, որ թելադրում են թե ինչքան է արժում ամենօրյա կյանքի համար անհրաժեշտ ապրանքներ, լինի դա բենզին կամ նավթ, քարյուղը կամ ասենք թե կաթեղեն, հավկիծու եւ այլն տարբեր բաներ են դրան ազդում։ Վերջերս մի քանի օր առաջ արդեն հայտարարվեց, որ բնամթերք, այսինքն բանջարեղենները կարող է մի հիվանդություն ունենան եւ արդեն հորդորում են ժողովրդին, մանավանդ Միշիգան նահանգում, որ մարդիկ այլ այսինքն աղցաններ չուտեն կամ զգուշ լինեն։ Նաեւ մսեղենի գինը շատ թանկացել է։ Գիտենք, որ նոր նախագահի նոր ասելով նախագահ Թրամփի մոտեցումը տնտեսության վիճակը Ամերիկայում մեծ ազդեցություն է ունեցել տարբեր մասերում, օրինակ նավթի գինը հիմա շատ է բարձրացել հետևանքով այդ բանով, որ հիմա Պարսկաստանում պատերազմ է լինում եւ դեր այդ Հորմուզի այդ անցից անորոշ վիճակ է ստեղծվել։ Ամեն ինչին է ազդում, ես կարծում եմ, որ մենք չենք կարող ամիջապես հասկանալ, թե հաջորդ մեծ հարվածը կամ խնդիր ինչ կարող է լինի, ինչպես մենք երբեք չենք սպասում, որ COVID-ի պես մի բան կլինի, բայց մենք փորձում ենք որքանով անել այն ինչ որ կարող ենք այն տվյալներով եւ իրականությունով, որ մեր առաջ է եւ մեզի ներկայացվել է։ Եվ անվտանգության մասին էլ եկեք խոսենք, մանավանդ որ մենք արդեն Գլենդել քաղաքը արդեն ունի նոր ոստիկանապետ, ել չասեմ, որ ազգությամբ հայ։ Այո, մենք նշանակեցինք առաջին հայ ծագումով ոստիկանապետը Ռոբերտ Ուիլյամը, որ ամբողջ գրեթե իր ծառայությունը եղել է Գլենդելի քաղաքում, ոչ թե գրեթե, բայց ամբողջ կյանքը աշխատել է Գլենդելի ոստիկանության մեջ։ Դա մեր համար շատ կարևոր մի քայլ էր, ոչ միայն որտեղ մենք պետք ունեինք այդ ամենակարևոր պաշտոններից մեկն է, բացի Հրշեջի ղեկավարության աթորից, բայց հիմա որ ունենք մեկը, որ նաև մեր համայնքից է, մեր համայնք ասելով Գլենդելի քաղաքի կազմից, որ հասկանում է Գլենդելի
Գլենդելի խնդիրները ինչ ձևի մոտենալ, որովհետև այո, ոստիկանապետ լինելը գուցե շատ քաղաքներ ունեն ոստիկանապետ, բայց ոստիկանապետ լինելը Գլենդելում տարբերվում է շատ բաներով, ասենք թե Սանտա Մոնիկայում կամ Լոս Անջելեսում կամ ուրիշ քաղաքում։ Կան յուրահատուկ կետեր Գլենդելի մասին, որ ես հավատում եմ եւ համոզված եմ, որ Ռոբերտ Ուիլյամը պատրաստ է այս մարտահրավերներուն իր փորձառությունով հանդիպել, ծառայել եւ լուծել այն խնդիրները, որ մտահոգում են մեզ, ինչպես շատեր գիտեն, օրինակ Գլենդելում մենք սպասում ենք, որ երբ մենք ոստիկան կանչենք, ոստիկանը անմիջապես հասնի կամ որևէ տեսակ հետեւության խնդիր եղավ։ Կան մասեր, օրինակ Լոս Անջելես Քաունթի մարզում, ուրիշ քաղաքներում, մանավանդ Լոս Անջելեսում, որ այնքան մեծ է եւ չի բավարարվում ոստիկանության չափսը, որ մարդիկ չեն անմիջապես կարողանում հասնել, ոստիկանություն չի հասնում, ժողովուրդն էլ հիասթափվում է, որովհետեւ չեն հավատում, որ ոստիկանությունը անմիջապես կհասնի։ Մենք ուզում ենք, որ Գլենդելում դա երբեք չլինի իրականություն, դրա համար համոզված եմ, որ եւ քաղաքի խորհրդի կազմը իմ աշխատակիցներ նիստի եւ ոստիկանության կազմը իրար հետ աշխատելով, մենք անշուշտ ապահովելով իրենց համար այն ինչ որ պետք է որ իրենք կատարեն իրենց աշխատանքը, կկարողանանք շարունակել Գլենդելը պահել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենաապահով քաղաքներից իր չափսի համար։ Մեկը իդեպ երբ այդ հարցը ուղղեցի հենց ոստիկանապետին, ով նստած էր ձեր տեղում, մեզ մոտ հարցազրույցի էր, ինքն էլ ասաց, որ իր աշխատանքի վերջնական արդյունքում նպատակներից մեկը գլխավոր նպատակը, եթե չասենք, գոնե Կալիֆոռնիայում ամենաանվտանգ քաղաքի համբավը վերականգնելն է։ Եվ ես գիտեմ, որ ինքը հավատում է դա խորին իր խոսքով, ոչ միայն խոսքով, բայց իրոք դա իր համար շատ կարևոր է, որովհետև ինքը մեծացել է, դաստիարակվել է Գլենդելում եւ նաեւ իր ընտանիքը եւ ինքը անշուշտ շարունակում են ապրել Գլենդել այս քաղաքում։ Դա շատ մեծ ազդեցություն ունի որևէ մեկի մոտեցման, ասենք թե իրենց նույնիսկ ես իբրև բոլոր քաղաքապետարանի անդամները օրենքով պիտի ապրեն Գլենդելում, բայց երբ շփվում ես ամեն օր ժողովրդին հետ, տարբեր բիզնեսների հետ, ուրիշ ձևի ես մոտենում ամեն ինչին, որտեղ ավելի խոր հասկացողություն ունես եւ ինչպես ես ասեմ, իմ համար հաջողության չափանիշը հետեւյալն է, եթե իմ կինը եւ զավակը ապահով են զգում գիշերով քայլել որևէ փողոցում, այն ժամանակ մենք մեր աշխատանքը կատարել են եւ ես գիտեմ, որ Chief Robert Williams-ն էլ նույնն է հավատում։ Եվ գաղտնիք չի, որ արդեն իսկ շատերս կարողանում ենք ապահով գիշերը մտնելուց հետո քայլել Գլենդելի փողոցներում, փողոցներից շատերում համենայն դեպս ձեր թույլտվությամբ գնանք գովազդային դադարի կվերադառնանք։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում Գլենդելի քաղաքապետ Արդի Արտաշես Քասախյանն է, մենք սիրով հյուրընկալում ենք նրան յուրաքանչյուր անգամ, հիմա արդեն քաղաքապետի պաշտոնում եւ մինչեւ գովազդային դադարը պարոն Քասախյանը
խոսում էր անվտանգությունից, քաղաքի եւ ասացիք, որ ձեր զավակնուկին երբ հանգիստ քայլում են քաղաքում, դա արդեն խորհրդանշում է քաղաքի անվտանգությունը, բայց այս ուղղությամբ նաեւ քաղաքը ինչ քայլեր է ձեռնարկում բացի ոստիկանությունից, ինչ է անհրաժեշտ քաղաքին այս ուղղությամբ։ Ես կարող եմ ասել, որ բացի օրինակ մենք ապահովության մասին ենք խոսում, երբեմն շատ անգամ միայն մտածում ենք այս հանցագործության մասին, հանցանքներ, որ տեղի են ունենում, գողություններ եւ այլն, բայց նույնչափ կարեւոր եւ ես հավատում եմ, որ եթե մենք ուզում ենք լինել, այսինքն քաղաքակրթված մի համայնք եւ քաղաք պետք ունենք նաեւ կենտրոնանալ մեր իբրև քաղաքացիների վերաբունքի մասին օրենքների հանդեպ մենք ունենք այսօր ահավոր մի վիճակ, որտեղ երիտասարդությունը չի հարգում մեր մեքենա վարելու օրենքները։ Եվ երբ ասում եմ նույն տպավորություն, այսինքն նույն ռեակցիան ստանում եմ բոլորից, որտեղ բոլորս գիտենք, այսօր կա մի վիճակ, որտեղ մեր երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդությունը, բայց բոլորի կողմից եւ ես միայն չեմ գնահատում, ասենք թե հայ համայնքին բոլորից, բայց հատուկ մեր հայության համար իմ համար ավելի մեծ մտահոգություն է, որտեղ տեսնում ենք ահավոր դեպքեր, երբ արկածի ժամանակ կյանքի կորուստ է լինում, բայց դրանից բացի կարծեմ դա պետք է մենք փորձենք ճշտել, մենք դա սկսում է ընտանեկան այդ խոսակցություններից, երբ մի զավակ ստանում է իրավունքը եւ այդը առավելությունը մեքենա վարելու, որ կարողանան վարել այդ մեքենան հետևելով մեր օրենքները եւ լինելով, այսինքն հարգանքով այդ օրենքների հանդեպ եւ անշուշտ մեր ոստիկանության հանդեպ։ Դա իմ համար մեծ մտահոգություն է եւ ազդում է ամեն ինչին, ոչ միայն ուրիշ վարորդներին, բայց նաեւ նրանք, որ ոտով քայլում են, փորձում են օրինակ մեքենայով անցնել եւ եղել են դեպքեր դժբախտաբար այս համայնքում, որտեղ մարդիկ խփնվել են եւ հիվանդանոցում եղել են եւ ավելի վատն էլ։ Այո, մենք ունենք շատ իրավունքներ, հարգելի հեռուստադիտողներ, բայց երբեք ավելորդ չէ հիշել, որ մենք ունենք նաև պարտականություններ, այնպես որ այդ պարտականություններից մեկն էլ նաև մեր հարազատների եւ պատահական մարդկանց կյանքի մասին հոգ տանելն է, առնվազն այդ մեքենան կանոններով վարելու արդյունքում։ Եվ իմիջիալուց նաև ավելացնեմ, եթե որևէ մեկը նայում է ծնող կամ երիտասարդներ, եւ հիշեք, որ կարող է որևէ մեկը, որ ծանոթ չի հայ համայնքին, մշակույթին, երբ մեկը տեսնում է այս մեր վերաբերմունքը օրենքների հանդեպ, սկսում են դատապարտել եւ իրենց գաղափարը ստեղծել ամբողջ հայ համայնքի մասին, այդ հարաբերության վրա հիմնված։ Բոլորս ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուրս հայ համայնքի, հայ ազգի դեսպանն ենք ամբողջ աշխարհին եւ մենք երբ հպարտանում ենք մի հայով ասելով տեսեք որտեղ հասավ այս անձը կամ անձը, մենք շատ չենք տարբերվում դրանից։ Մենք պետք է լինենք այնպիսի անձ, որ բոլորը հիանան, թե ինչ տեսակ ժողովուրդ է հայ, ամերիկահայ գաղութը եւ ինչպես կարող են ուրիշներն էլ նմանվել մեզի։ Իսկ որտեղից եկավ Արդի Արտաշես Քասախյանը եւ ուր հասավ Գլենդելի քաղաքապետ, նաեւ մասնագիտություն ունեք, եկեք շատ թեթև դրան էլ անդրադառնանք, խնդրում եմ։ Հայաստանից եք տեղափոխվել ամենայն դեպս։ Ես Միացյալ Նահանգներում եմ ծնվել, Բոստոնում, այստեղ եմ մեծացել, 76 թվի ծնունդ եմ։ 2 տարի այո փոքր ժամանակ մանկապարտեզ այստեղ վերջացնելուց հետո ընտանիքս տեղափոխվեց ժամանակավոր Հայաստան, այդտեղ կարող եմ ասել երևի արևելահայերենի տեսակետից լեզուց մի քիչ ավելի բացվեց, բայց վերադառնալուց հետո ինչքան արագ բացվեց, այնքան արագ էլ փակվեց, մինչև այդ ունեցանք հաստատվել Գլենդելում, որտեղ հայությունը ավելի շատ է եւ այդ ունեցա շփվել հայ ընկերների հետ համալսարանում եւ այլն։ Իսկ իմ աշխատանքի փորձառությունով Հայդատի հանձնախումբի միջոցով Washington-ում, այստեղ տեղական ընտրություններին, նահանգային ընտրություններին մասնակցելով, աշխատելով տարբեր ընտրապայքարների մեջ կարողացա ձեռք բերել այդ փորձառությունը, որ այսօր ինձ տվել է այս այթը, որ կարողանամ ծառայեմ մեր համայնքին, բայց ասեմ, սա քաղաքային աշխատանք չի, ավելի առաքելություն է ժողովրդին օգնել, հասկացնել, թե ինչպես կարող ենք մենք կողմնորոշվել եւ այստեղ հաստատվել գաղութ ստեղծել, բայց նաեւ փոխադարձ օգնել այն երկրին, որ այդ է տվել հայերին հաստատվելու այստեղ եւ հաջողություններ ունենալու։ Համալսարանական կրթությամբ կարծեմ քաղաքագետ եք, չէ՞, քաղաքագիտություն։ Ես ճիշտ ասած պատմագետ եմ եւ սկսա քիմիայով, քիմիա սկսեցի սովորել Հայրիկիս եւ մայրիկիս, այո, երկուսն էլ շատ ինձի, այսինքն ցանկություն այն է, որ իրենց երեք զավակներից մեկը գիտնական լինի, դժբախտաբար դա չհաջողվեց, բայց փորձում ենք ուրիշ ձևերով օգտակար լինել մարդկության։ Եվ հետո իմ ավարտական
ուսումը քաղաքական կազմերի կառավարման մասին էր։ Եվ ուղղակի կապ ունի այսօրվա դերգործունեության հետ նաև, այնպես որ իսկ հետաքրքիր է շատ քաղաքային խորհրդի նիստերին մարդկանց ներգրավումը, որքանով է հաջողվում եւ որքանով է այդ շփումը իրականացվում։ Մենք երբ նիստերի ժողովների ժամանակ, այսինքն շատ մարդիկ չեն գալիս եւ դա ոչ միայն Գլենդեյլում է, բայց շատ ուրիշ քաղաքներում, անշուշտ այս վերջին պահին, երբ ընտրություններ կային հունիսի սկիզբին, միանգամից աշխուժացավ, շատ ավելի մարդիկ ներկայացան եւ եկան խոսելու, ներկայանալու, մի մասը դեռ շարունակում է գալ, բայց մեծամասնությունը երևի փորձում են ուրիշ ձևերով հասկանալ, թե ինչպես կարող են համայնքին օգնել կամ աշխատել այն հարցերի վրա, որոնց համար հետաքրքրվում է, բայց ընդհանրապես այսօր կարող են իրենք տարբեր սոցիալական ցանցերով, լինի YouTube-ով կամ ուրիշ միջոցներով հետևել քաղաքի աշխատանքին, դա մեծ առավելություն է, նաև ունենք հայերենով թարգմանություններ ամեն ինչի համար, եւ ասեմ, որ եթե մեկը հետաքրքրված է որևէ տեսակ քաղաքային աշխատանքով, աշխատանք հասցնելով, թե ինչ է քաղաքը որոշում կամ անում, այդները կան սովորելու, պարզապես իրենք պետք է վերցնեն առաջին քայլը հետաքրքրվելով։ Ես հիշում եմ 20 տարուց ավել առաջ, երբ ես նոր էի սկսում այս ասպարեզում, այդպիսի բան չկար, այդներ չկային հայերից օգտվելու, բայց մենք աշխատել ենք որ ստեղծենք այդ միջոցները եւ մնում է ժողովրդին, որ հետաքրքրվեն։ Եվ գրագրության մեջ էլ կարծեմ հայերենը առկա է, չէ՞, քաղաքային խորհրդում։ Այո, ամեն ինչում։ Եվ եթե մեկը գա քաղաքապետարանի ժողովին, մենք ունենք թարգմանիչ, որ կարող է եթե ուզում են իրենք դիմեն եւ քաշում են, որտեղ լեզուի առավելություն ունեն, միշտ մեկը կա, որ կարող է իրենց համար թարգմանություն անի։ Անկախ նրան ես փորձում եմ հայերենս միշտ ավելի լավացնել եւ հանդիպել ժողովրդի հետ ամեն ուրբաթ 9-ից 10 առավոտյան ես Մոնտրոզ հատվածում Գլենդելի թաղամասում Coffee Bean սրճարանում միշտ ազատ ժամ ունեմ, որտեղ որևէ մեկը կարող է գա եւ որևէ հարց ներկայացնի, եթե պատասխանը գիտեմ, կտամ, եթե չէ, կհետազոտենք եւ փորձենք պատասխանը հասցնել, բայց փորձում ենք մենք միշտ ներկա լինել ժողովուրդը, որ կարողանա մեզի հետ շփվի եւ չզգան, որ այսինքն մենք այսպիսի մի այնպիսի պաշտոնի ենք, որ հայերենով ասած չենք թիթիզանում շատ։ Ոչ մատչելի, չէ։ Պարոն Քասախյանը շատ մատչելի է, տեղն ու ժամն էլ ասեց հարգելի հեռուստադիտողներ, եթե ինչ որ բան ունեք ավարտական խոսք, խնդրում եմ, մեր ժամանակը որտեղ սպառվեց։ Ես ուրախ եմ գալու եւ միանալու, ուրախ եմ, որ դուք միշտ փոխանցում եք կարևոր լուրերը համայնքին եւ վստահ եմ ապագայում մոտ ապագայում ուրիշ այրներ կունենանք զրուցելու։ Շնորհակալություն։ Մեկ անգամ էլ շնորհակալություն պարոն Քասախյան ձեր ներկայության համար այստեղ, իսկ մեր հանդիպումն այսօր այսքանով ավարտվեց, ցտեսություն։